Բարի երեկո։ Ես էքստրա թրաշվել էի, ասեցի խոսեմ։ Խոսելու եմ սրա շուրջ, շատ լավ նկար է եւ մեկնաբանությունն էլ լավ է, Անի Կարապետյան։ Ես իրեն ընկեր չեմ, Facebook հանդիպեցի։ Կարդամ, հետո կշարունակեմ։ Երբ մարդ քաղաքական գործիչ չէ, բայց չհիմնավորված ինքնավստահությամբ հայտնում է մի դրույթում, որի հետ բացարձակ առնչություն չունի, երբ մարդ տարիներ շարունակ եղել է իշխանության հաշիվ փակող իր թիմով, իսկ այսօր պատահականությամբ հայտնվել է արժումում եւ որոշել բարեկրթության նորմալ պահել մի իշխանության հետ, որի առաջնորդը հենց այդ նույն արժեքանից ուժեղ Հայաստանի ընտրողներին անվանում է շուն ու շանգյալ, ուրեմն ամեն ինչ արդար է։ Արդար է նաև, որ այսօր Վահագն Ալեքսանյանը ոչ միայն ինքը նստել են այդ քաղաքակիրթ կոնստրուկտիվ իշխանության հետ Արցախ եւ այլն, այս արդեն երկրորդ հարցը։ Բայց իր գնահատությունները լավն են, իշխանության հաշիվ փակող։ Շատ ճիշտ բան է, էլի։ Երկու ճիճու նստել են պարլամենտում, 100 քանի ճիճու ընդհանուր պատկերում չկան, բոլորը նստած են պարլամենտում, բայց իրենք պարլամենտում չեն նստած, իրենք մեր գլխին են նստած, հայության գլխին են նստած։ Այս նկարը բոլորիս է վերաբերում, այս երկուսն իրար գլխի են նստած ու այն տակինն էլ մեր գլխին է նստած։ Իմ խոսակցությունն այսօր դրա մասին է լինելու։ Ինչ ասեմ, ինչ որ կատարում է հայության հետ երևի արդեն դարեդար, շատ պարզ պրոցես է, բայց որ չեն հասկանում, դա է բանան զարմացնում։ Ես չեմ կարող հասկանամ, այս սենց բաները հասկանալու համար ակադեմիական խելք է պետք, ինչ-որ արտակարգ ուղեղ է պետք, չէ։ Նորմալ մարդ է պետք լինել, խնդիրը դրանն է, հայերի մեջ նորմալությունն է մերժված։ Սա տակ մի լավ կոմենտ կա, իմ ընկերն է գրել։ Առանց չափազանցելու կես ժամ եղավ, ես այս նյութի տակ լրված մնացած եմ։ Մտածում եմ մի բան գրեմ, չի ստացվում։ Խոսք կա, մեռելին թաղած սաղի հետևից ենք ընկել, այդ խոսքն է։ Ինչ պետք է ձեռնարկել այս դեպքում, որտեղից հայտնվեց այս բուլկի ոչու փուչը, ոնց են սրանց ընտրողները հանդուրժում դրանց յուրահատուկ դավաճանությունը։ Ինչու պայմանավորվածություն չկար չանցնելու դեպքում անպայման հրաժարվել մանդատներից։ Ինչու սրանք չեն հասկանում, որ գործիք է Ռոբի ու Սերժի ձեռքում։ Ինչու չեն ուզում հասկանալ, որ իրենք խաղալիք զբաղմունք են ԿՊ իշխանամետների ձեռքում։ Ինչու են իրենք իրենց վրա վերցնում երկրին դավաճանելու ծանր բեռը։ Ինչպես սրանց ոտքերը կոտրել, որ չկարողանան մոտենալ այդ ազգային ժողով կոչվող շենքին։ Հերիք չէ սրանց առանձին ելույթ ունենան իրարով հմայվեն ժողովրդի գլխի տակ փափուկ պարզ տնելով։ Հաշվի առնելով, որ միջազգային դրությունը ինչ արագությամբ է ընթանում օգուտ մեր թշնամիների ու նայելով սրանց անգործությանը կարելի է ենթադրել, որ ոչ հեռու ապագայում Երևանից սպասում է Արցախի շրջափակման պես նման մի բան։ Ամեն ինչ ասվել է, սրանից դեն ասելիք չկա։ Բայց հենա կա, միացնեմ լսեք, մեր հանճարեղ գործիչներից մեկն է պարլամենտ մտած, նոր մտավ կարողացավ, ինքը առաջ Պետրոսի մոտ էր նստում, հնարավոր էր որ Պետրոսի մոտ է նստել, հիմա էս է, մի հատ ձայն դզեմ, որ լավ լսեք։ Ինչի չի խոսում, հիմարություններ է։ Դե լավ, կարևոր չի, ասում եմ մեր նպատակը Սամվել Կարապետյանին բան սարքելն է, վարչապետ սարքելն է։ Դե ինքը իր թիմը դրա հետ Սամվել Կարապետյանի թիմով է։ Որը փոփոխություն, որը
ինձ կարող է հետաքրքրել, դա Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն է։ Եվ մեր ցանկացած գործողություն, ցանկացած քայլ ուղղված է այն ազնիվ նպատակի իրականացմանը, որ Սամվել Կարապետյանը զբաղեցնի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Միակ պաշտոնը, որտեղ որևէ փոփոխություն, որևէ նշանակում ինձ կարող է հետաքրքրել, դա Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն է։ Այս նրա մասին խոսք։ Ուրեմն Հայաստանի ճակատագիրը, հայաստանյան հայության ճակատագիրը, այդ երկրի ճակատագիրը, աշխարհի քարտեզի վրա նկարած երկրի ճակատագիրը կախված է միայն մեկ պաշտոնից։ Մարդիկ էլ լսում են այս հարգարժանին, իրան ես կոչ եմ անում մի քիչ քաղաքագիտություն սովորի, տղա ջան։ Երկրի ազգի պետության ապագան կախված է իր քաղաքացիներից, այլ ոչ թե պաշտոնից։ Մեկ պաշտոնից երկրում։ Բայց դե ինքը մեղավոր չի։ Իր ծնողներից եկող բան է, երբ որ հայ միլիցիան սկսեց հային փողոցում ուտել, մենք չհասկացանք, որ սա վերջը լինելու է էս։ Երբ որ պաշտոնը սկսեց ազգի հարց որոշել, էս է լինելու։ Այսինքն ինքը ինչ է ասում, մի հատ թարգմանեմ հայերեն։ Ասում է մենք բոլորս ոչնչություն ենք։ Մեր միակ խնդիրն է, որ այդ պաշտոնը մեր տղունն լինի։ Դասի քո տղեն, եթե մարդ լներ, ինքը այսքան ժամանակ Հայաստանի հանդեպ մի հատ հասկանար ինչա պետք անել։ Այլ ոչ թե գար թիմ կկազմեր, ձեզ կլցներ պարլամենտ ու Նիկոլ կլեգիտիմացներ։ Քո այդ Սամվել Կարապետյանը Նիկոլից միլիարդ անգամ թույլ մարդ է։ Նիկոլը թուրք կա ուղղակի, մեր բախտը դրանում չի բերել։ Եթե մի հատ տենց հայ ունենայինք, մի քիչ շատ ավելի լավ վիճակում կլինենք։ Բայց եթե մենք հասկանայինք ինչա մարդկայնությունը, ինչա պետությունը, ինչա քաղաքացին, ինչա ապագայի մասին մտածելը, բոլորովս մենք մեր արժանապատվությունը պահենք, այսինքն Սասունցի Դավիթների հույսին չէինք լինի։ Քո հույսին չէինք, ուրեմն տես ինչ ա եղել։ Սամվելն եկավ ասաց ընտրեք իրեք մեր Լևոնի Նիկոլին հաղթենք, մտար թիմ։ Ասեց ես այն թիմը, իմ աղբոր տղեն էլ ձեր շեֆն է, գնացեք։ Պարտվեցիք, որովհետև նախ կեղծվեց, երկրորդն էլ տեսան հարակյաց չունի այդ մարդը, այդ մարդը խոսել չգիտի, այդ մարդը ուղեղից ազուր, որ կադարել միլիարդ սատեր հայտնի չի։ Մտակ պարլամենտ, այսինքն ժողովուրդը քեզ ընտրեց պարլամենտ, որ դու Նիկոլ հաղթես, դու գնացել ես պարլամենտ, ասում ես միակ պաշտոնը Նիկոլի պաշտոնն է։ Դե ձերից վերցրու։ Փորձի մի բան կարողացի Նիկոլի ձեռնան, Նիկոլը իր միլիցիան ունի, ինքը կերակրում էր այդ կիսուներին։ Դու ով ես, որ միլիցիան Նիկոլի պաշտոնը տա քո պատկերացրած փրկիչին։ Այս աբսուրդը, այս պրիմիտիվ աբսուրդ, ես չեմ հասկանում։ Տնայցեք, որ նստում եք իրար հետ, մարդուկ են խոսում եք, մի հատ իրար սենց աչքերին նայեք ու ասեք, կարող ենք այդքան դեբիլ ենք։ Այս մարդը մեզից միլիարդ անգամ խելոք, հա։ Սա մեզ էլ չի տեղադրե, որենք հեչ անելիք չունենք, անասում, քեզ որ ընտրել են, այդ մարդիկ մի օր արթնանալու են, քվոզից են բռնելու, ու քեզնով հաճվողները շատ են, հիմա կասեն, միակ պարլամենտում կարգին տղուն քրվում, լսեք, բոլորին եմ քրվում իրան մանավանդ, որովհետև ինքը եթե ուղեղ ուներ պետք է այդ պարլամենտ չմտներ, Նիկոլ չլիգիտիմացնել։ Դու նախ Նիկոլ ես լիգիտիմացել, հետո ուզում ես լիգիտիմ Նիկոլին հանես պաշտոնից, դեբիլ։ Այս վիճակից է պետք դուրս գալ։ Այս իրար գլուխ նստելու վիճակից է պետք դուրս գալ։ Այս կեղծանոցը, այս դիբիլանոցը պետք է բոլորը տնկալեք որպես ձեր դժոխք կերտողը։ Նիկոլը սրանց վրա է նստած։ Այս բոլորին գախին Նիկոլն է նստած, որովհետև իրակտակից ասել են, ախպեր ջան, դու ես մեր թագավորը։ Ու քեզ ասում են, չէ, ես եկել եմ ստեն Նիկոլի համ, Նիկոլին պետք է հանենք։ Քեզ կերը, դու առաջինն եկել ես Նիկոլ լեգիտիմացնես։ Անասուն, փողի համար, մի կոպեկի համար։ Տավարաջ։ Ես ընկերոջս քփուրն է այդ հարցով կարդացեք այդ հետաքրումը։ Թակոբի ծերիվը մատների հաշված մարդիկ կան, որոնք հատկացել են այս իրականությունը, գրում են այդ իրականության մասին։ Ղարաբաղը կորցրինք, ղարաբաղցիները անտուն մնացին, ձեր աչքի առաջ այդ ամեն ինչ տեղի ունեցավ։ Ոչ մի կերպ չեք կարող հասկանալ, որ սա սահմանադրության, ընդդության, պարլամենտի հարց չի, սա ձեր ապագայի հարցն է, տեր կանգնեք ձեզ։ Ու այդ տեր կանել ամեն քայլափոխին է։
Դիմացիան ասում են մի սխալ բանացի բերնին եք է, քաղաքացիական պատերազմը ասել եք, «Այ էդի մեր գործը չի» ու ասել եք կործանվելու, կործանվեք դեգեներատներ։ Ուրիշ լեզվով չեմ կարող խոսալ։ Կաթողիկոսի եք ղրգել, այդ կաթողիկոսը 27 տարին է նստած, դարմա է տուտումա, մի անգամ խոսացել է այս երկրի հարցերով։ Ստեղ շարել եմ նկարները, թեմատիկ չհասցրեցի իրար հետևից դասավորեմ, գործերը շատ են։ Կարդամ, մարդեք, քրվեք ձեզ գերեզման տանող այդ ճիճվանոցին, քրվեք երբ ու որտեղ կարող եք, տանը դրսում ու նույնիսկ կոֆե խմելիս։ Ոնց եք դուք հանդուրժում ես այդ աբսուրդը, դա նախ աբսուրդը, հետո նոր դառնալու է գենոցիդալ իրականություն։ Այս աբսուրդը արդեն շարունակվում է 88 թվականից, սկզբից են դեգեներատներն եկան ասին մենք ջերմուկով կապրենք, հետո սպարացած եկավ ասեց դուք ով եք, մենք պետք է երկրի տերն լինենք, մենք ինչ ասում ենք մեր ասածը պետք է լինի։ Հետո հույն եկավ, բայց մի վիդով թե ես միակ տղամարդն եմ, պարզվեց միակ կնիկն է։ Հետո Սերժն եկավ ասեց իրոք, հետո Նիկոլն եկավ ասեց արա, դուք սաղատանասուն եք արեց, ձեզնից ուժեղ եմ, հələ մի հատ հետ նայեք, 88 թվից առաջ էլ պետք է Դեմիրճան լներ, կացեք սաղին քրվում եմ, բա պետության հանդեպ էս ձևի է վերաբերմունքը, էս են ձեր լիդերները մի հատ դրանց դեպքերին նայեք։ Դեմիրճանը գնաց սպարացերտի ձեռիխուն աշխատելու, մեռած ասեն, վրոդի բրեդ ձևով չպետք է խոսեմ, բա ոնց խոսեմ, որ հասկանաք, իրականությունը ահա որ դաժան է։ Ձեր տունը տեղն եք կորցնելու, ինպես այսպես թափառական եք դառնալու, ես հələ շուտ եմ փախել, հասցրեցի գամ ստեղ իմ ձեռով սարքեմ ինստիտուցիոն անեմ։ Դուք դառնալու եք Բերլինից, որ Ղարաբաղցիք են։ Նիկոլ լեգիտիմացնող բարերար հորջորված ճիվախ, այսինքն Սամվել Կարապետյան։ Ոյն տականքագույն, այսինքն ռոբ։ Ձեր դեպուտանկա թուլեքով գետին եմ մտնեք, ուրիշ բան չունեմ ասել, ես իմ փորձակվուրն եմ տալիս։ Եթե դուք չեք զգում, որ սրանք են այսօր ձեր իրականության հիմքը, սրանք են Նիկոլի հենարանը, դուք շատ սխալ պատկերացումներ ունեք, ամեն ինչի մասին։ Պետության, երկրի, սկզբունքների, մարդկայինի մասին, դուք բարձր եք հասկանում մասերը։ Ես անգամ ես սրանցով կինքնագենացիդ ենք, ինչ ալալոր։ Մուտիկ հանդուր։ Թոք լամուկներն գալիս էին մտնում են գյուղ ամբողջ ժորտին լսում են եկեղեցին, թվանքը չունեիք, զենքը չունեիք։ Այն ժամանակվա հայերն էլ ձեզ բան են սարքել են, դեմ ենք խեղճենք, ինչ անենք։ Թուրքը ուժեղ է, ինչ եք հավերժական թույլ, ինչ են ուժեղները հավերժական ուժեղ։ Այսօր թուրքը նորից եկավ հարցերն ալուծում աշխարհի։ Գենոցիդի ժամանակ 15 թվին հիմա ինտերնետ կա, այն ժամանակ միգուցե դուք խաբար չէիք։ Նայեք թե Թուրքիան 15 թվին ինչ կազմում ունեցել ազգային։ 10 միլիոն թուրք ա եղել, 3 միլիոն հայ, 3 միլիոն քուրդ, 1 միլիոն հույն։ Այդ 10 միլիոնը հիմա արել է 70 միլիոն են իրանք, 20 միլիոն թուրքերն են, կարող է 80 են իրանք 10 միլիոնը թուրքեր։ Հայ չկա այնտեղ, հույն չկա։ Ուրեմն գենոցիդից հետո թուրքերը մեծացան մոտավորապես 7-ից 8 անգամ, քրդերը մեծացան 7-ից 8 անգամ, մենք կործանվեցինք լրիվ։ Այդ թիվն ինչի դպրոցականներին իրար ինչի չեք ասում, որ դասեք անասուն ենք մենք։ Սովետ էր մեր ձեռն ընկել։ Սովետին չէ, սովետը քխա։ Բարձվեց հայ դիսիդենտներ գոյություն ունեն, Ազատ Արշակյան։ Հիմա հերն անիծող կանտ։ Քեմալ Լենին պայմանագրից է խոսում։ Իրանը հենց բացում է այդ է խոսում, դպրոց չգնացած։ Հիմա ես փաստորեն հավատացյալներին դեմս հանեցի, շանթականներին դեմս հանեցի, բոլոր աղանդավորներին, կուրք ունեցողներին դեմս հանեցի, հա, այդ իմ նպատակն է։ Թքել եմ ձեր վրա անասուններ։ Ես եթե 5 նորմալ լսող ունեմ, ես իրանց համար եմ խոսում, որովհետև դուք կործանեցիք երկիրը։ Ես չեմ կարող այդ երկիր վերադառնամ։ Ինձ ոչ մեկ չի համոզի, որ Ագնեսն հատուկ եմ գրել, որովհետև իր գեղումը տենց են խոսում։
Լիլիթիկից պակաս աննմանն է, ու իրանք մնացածից պակաս աննման են։ Լսեք, դրանք բոլորը ճիճու են։ Ամբողջ պարլամենտը դիմադիր, ընդդիմադիր, դրանք տիվահանոց է դա։ Ինչի մասն է խոսակցությունը։ Ոնց կարելի է դրանց որպես մարդ համարել, մարդամեջ համարել։ Հիմա արդեն էս է պարզելնում, գենոցիդը պատահականություն չէր, այլ ինքնապաշտպանական տարրական զգացողության բացակայություն ու անիծալ լինելու վկայություն։ Դե, եթե դու զգացողությունը չունես, վտանգը չունես, նախապես կանխագուշակելը չունես, վաղն ինչա սպասում, երբ որ դու անտնտեսություն, անզենք, անսկզբունք, անուղեղ նստած ես այդտեղ պարզ որ գենոցիդ ալնելու։ Ու դրանից էլ դու դառնում ես անիծալ։ Անիծալությունը գալիս է ոչ թե դրսից, այլ ներսից։ Քո պրիմիտիվության պատճառով, քո տգիտության պատճառով։ Մերիս հետ նստեց գլխին, քո ուսուցիչը նստեց գլխին, բոլորը նստեցին քո գլխին։ Վերջում էլ շերտավորվեցին, այդ նստելու process բանար, դարավ կոնցեպտուալ, այսպես կնստեն գլխիդ, հազար ձևի կնստեն գլխիդ, լավ են անում։ Սա 23 թվի գրանցում է։ Մայիսի 29-23 թիվ։ Մի օր հետո կինս մահացավ, մահամերձ էր ինքը, ես նստել սենց գրառում եմ առել ֆեյսում։ 96-ից հետո Հայաստանը կործանեց իշխանության խաղերը լեգիտիմացնող ընդդիմությունը ու այդ մասին լռող քաղաքագիտականը։ Հիմա էլ ես կարող եի ոչ մի բան չխոսա, ես ի պրոբլեմներ ունեմ իմ հարցերով զբաղվում։ Ասում ես, երկրորդ մարդը չի կանգնում կուկող կասի, լսի, խնդիրը այս մարդուն լսելը չի, խնդիրը այս մարդուն հասկանալուց հետո իմ մարդ դառնալն է, այս տաֆետը վերցնելն է, ես էլ պարտավոր եմ մի բան անել, չէ, ոնց կլինի սենց։ Այդ բանը չի ստացվում, այս տաֆետը չի ստացվում, բուրգը չի գոյանում, ուղեղային բուրգը, որը իրականությունը նորմալ կհասկանա չկա։ Մարդիկ համարում են, որ իր դեպիլ լինելը, իր չհասկանալը պրոբլեմա, բանա, նորմալ է։ Ասում են, դելը բաղում լսենք, բա ինչ անենք։ Չզի չես ամաչում, դետ կարծը քեզ աստալից, այ։ Ոնց դու մարդկային չունես։ Մնացած հարցերում շատ լավ գիտես քուր շահը կոպեկի համար պատրաստես մարդ ճղելու, ես հիշում եմ մեր թաղի ժողովրդին, բոլորն իրար հետ կռված էին, բոլորը անխտիր սովետի ժամանակ, 50 թվից հիշում եմ, պարլամենտ մտած հանցագործներին, ճիճուներին, ճիվաղներին, դեգեներատներին, դավաճաններին, չկրվող աննացունների ցավներ չտարած, բա ինչ ասեմ, ձեք դուք, դրանք Նիկոլ են լեգիտիմացնում պարլամենտ նստելով, դուք էլ պարլամենտ եք լեգիտիմացնում դրանց ընդեղից դուրս չհրավիրելով, քացուտակ չջարտելով, այդ նույն Նարեկին, այդ նույն դրա հորողպորը, ցանկացածին ամենավերջին քֆուրը տվեք, ճիճուներ, քաղաքականությունը նրա համար է, որ վիճակ փոխվի, դուք գնացել եք փող աշխատելու, մռայլներ, ու այս կարևոր հարցը, Ռուսաստանի հետ վերաբերմունքը, ցանկացած երկրի հետ վերաբերմունքը բան են անում, կապի մեջ են դնում, թե ինքը ոնց վերաբերվեց մեզ։ Ռուսաստանը մեզ դավաճանեց, դե Թուրքիան հարց չի, Իրանը մեզ կդավաճանի, Եվրոպան մեր հետ կարող է դավաճանի, Ամերիկան մեր հետ կարող է դավաճանի։ Լսեք, դավաճանությունը օդի մեջ չի ստացվում, դավաճանությունը ստացվում է օբյեկտիվ հանգամանքներից։ Ռուսաստանն ինքը պատերազմի մեջ է ու նաև ինքը պրոբլեմ ունի, որովհետև իր մոտ էլ իշխանությունն անցել է Նիկոլից Պետարմյան ասունի։ Հասկացեք, ինչ կարող անի Ռուսաստանը, ինչ չի կարող անի Ռուսաստանը, բայց դա չի նշանակում, որ չկարեցող Ռուսաստանը դες գենոցիդող Թուրքիայից լավն է, վատն է։ Այսքանը չեք կարող տարբերակեք։ Որտեղ շատ կա այնտեղ, որն ասում է Քեմալ Լենին պայմանագիրն է, սա որոշում 120 տարի է անցել, չգիտեմ քանի տարի անցել։ Այս պայմանագրից աշխարհը փոխվել, Թուրքը 10 անգամ աճել է, բայց մեր ճակատագիրը պայմանագիրն է որոշում։ Մարդ ինչ աշճանի կրկին պատիլնի,
որ այդ թեզով դառնա ազգի սիրեցյալ ու ազգը այդրան հարգի։ Հարուհին մի բան չի հասկանում, որ հայը թեկուզ սովից մեռնող ու ինքնագենոցիդվող է, բայց ոչ Նիկոլի դեմ դուրս եկող, որովհետև Պուտինին թվում է, թե եթե ինքը սանկցիաներ կիրառի Հայաստանի հանդեպ, ժողովուրդը վերջապես կզայրանան, դուրս կգան Նիկոլին կգցեն ու Հայաստանը խելք կգա։ Առհա, հայը դեգեներատ է դարձել տրանսֆերը։ Մատների վրա հաշվող մարդ է մնացել, որոնք հասկանում են իրականությունը։ Դարձել ոչխարի, հավի հոտ չեմ անում, հավը գոնե կհասկանա։ Մենորը ոչխարների մասին լավ շատ հետաքրքիր բան էր, կլիպ էր նայեցի։ Ոչխարը այդքան էլ բան չի, այդքան էլ ոչխար չի, այդքան էլ հիմար չի։ Ես շատ հետաքրքիր կենդանի։ Ուղղակի հոտային է, այդ հոտայինության պատճառով է ինքը ասել այդ ծանր վիճակի։ Մենք հոտային չենք, մենք հոտի վրա հույս դնող դեգեներատ ենք։ Դու ամեն մեկը հույս դնում մի ուրիշ հայի վրա։ Լսի, բա դու ով ես։ Դու քու գենոցիդվելու հարցն է կանգնած, ամեն անհատի գենոցիդվելու հարցն է կանգնած։ Նիկոլ չեք կարա գցեք, Նիկոլի միլիցեն ձեզ չի թողի։ Բայց դու քո նարեկին կարա ասեք անասում, մռայց։ Դու հանցագործ ես, ամենամեծ դավաճանը դու ես։ Պարլամենտ մտնելով դու դառար դավաճան։ Բոլորը դառար դավաճան։ Նիկոլի պարլամենտականներին բան չեմ ասում, նրանք ճիճու են, տեղից ճիճու են։ Բայց դուք ավելի գերազանց ճիճու եք, որտեղ ձեզանով է Նիկոլը լեգիտիմանը, ոչ թե իր թիմով։ Իր թիմով նա լեգիտիմություն չունի։ Դուք շատ ավելի սարսափելի բան եք արել։ Իսկ այն Պետրոսի հետ խոսացողի այդ կարծիքը, որ իր նպատակը իշխանությունը Սամվել Կարապետյանին տալը, սարսափելի բան էր։ Քո նպատակը պետք է լինի քաղաքական գործ անել։ Քաղաքական գործի մեջ մտնում է իրականությունը մարդկանց հասկացնելը, որ մարդիկ խառնվեն քաղաքականությանը։ Դու չես կարա մենակ Սամվելի վրա հույս դնելով, Սամվելի դեգեներատի կարամ ասեմ, 1000% դեգեներատ էլեկտրական ցանցերը ձեռից խլեցին ոչ մի ձեր։ Ինքը պրոստը ձեռն ընկել էր, սովետից շարա հեշտ եկել էր, հեշտ գնաց։ Այդ Բիրդան աղաների ձեռից բան վերցնել չի նշանակում, որ ինքը էլեկտրական ցանցերի համար պետք է ավելի ուժեղ պայքարի, քան թե դու քո կյանքի համար։ Դա տարական համեմատություն է, մի հատ արեք, չէ։ Սամվելը ունի ասենք թե 1 միլիարդ, իր ձեռից եթե այդ ամբողջ միլիարդը վերցնեն, իր համար ոչ մի բան է։ Հեչ զրո է, ինքը առաջ չուներ, երբ որ երեխա էր, հիմա էլ չի ունենա։ Դու կյանք ունեիր, հիմա այդ կյանքը չես ունենա։ Կդառնաս հանգուցյալ ընկեր։ Որովհետև ոչխար ես։ Վերջացնեմ այ սրանով։ Լավ, շատ լավ խոսք է, էլի։ Ասում է, հայերին հնարավոր չի խաբել, ամեն ինչի հավատում են։ Խաբում են մարդու, որը ունի ինչ-որ գիծ, ինչ-որ պատկերացումներ, ու այդ գծի վրա են բերում, խաբում այդ մարդը։ Բայց եթե ոչխարին ինչ խաբես։ Ամեն ինչի հավատում է։ Ամեն դեգեներատի հավատում է։ Ինքը ոչ մի պրոբլեմ չունի, ինքը իրականություն չի հասկանում, աշխարհը չի հասկանում, արժեք ունի, բայց չի տենում, ուղեղ ունի, չի հասկանում։ Ֆայմը գտվում է թե մարդը պետք է գտածակ ունենա, ֆայմ ունենա չկա։ Ես 4 երկրում աշխատել եմ, ահագին ազգերի հետ շփվել եմ։ Այդտեղ տունս երեմոնտ անում, ինձ մի հատ Մեքսիկ էր օգնում։ Բանդից նոր էր, մի օր էլ եկավ ասում է լավ չի ասում ինչ եղել, ասում կնգաս տղեն մարդը սպանե։ Այս մասին մի անգամ եմ ասել, այսինքն այստեղ տենց են, իրանք շատ են ամուսնանում, բաժանվում, կինն իր տղա երեխեքին ունի, ամուսինն իր երեխեքին ունի, տարբեր կանանցից, տղամարդկանցից։ Ասում եմ, բա հիմա պարզեք, միգուցե հնարավոր է բան անել, ասում է, չէ, առաջին հարցը որ կա, պետք է մենք պարզենք ինքը արդար է սպանել, թե անարդար, որովհետև եթե անարդար սպանած լինի, բանդում կենդանի չի մնա։ Ես այդ մարդու հետ շփվել եմ, ասենք թե մի 15 օր հետ աշխատեցի, ես կարամ վկայեմ, ամբողջ հայ փիլիսոփայությունը այդ մարդու ճակուտի չափ չուներ։ Բանդում սովորած իր փիլիսոփայությունը 1000 անգամ հայկական քաղաքական ակադեմիկոսների դեմքերի փիլիսոփայությունից հզոր էր։ Ինչ է, ոչ մի բան չեմ կարող բան անեմ, մաղթեմ կամ առաջարկեմ, ասեցի թրաշվածի խոսեցի։